Սիրելի ընկերներ, հարգելի համայնք, սիրելի երիտասարդներ։ Սրտանց ողջունում եմ բոլորիդ։ Եթերում կրկին Ախալքալակի ձայնը ռադիոն է։ Ողջունում եմ ձեզ մի թեմայով, որը որքան պարզ է թվում առաջին հայացքից, այնքան խորն է իր բովանդակությամբ։ Փոքր քաղաքի մեծ ձայնը։ Մենք ապրում ենք մի փոքր քաղաքում, որտեղ աշունը գալիս է մի քիչ ավելի դանդաղ, ձմեռը մի քիչ ավելի խորը, մարդիկ ավելի մոտ, խոսքերը ավելի ազնիվ։ Փոքր քաղաքում ամեն ձայն հնչում է այլ կերպ, ավելի կենդանի, ավելի մարդկային, ավելի զգացմունքային։ Եվ այսօր ես ուզում եմ խոսել այն մասին, թե ինչ կարող է փոխել այստեղ ապրող երիտասարդը։ Ոչ թե իշխանություն ունեցողը, ոչ թե մեծ կապեր ունեցողը, այլ հենց սովորական երիտասարդը, իր մտածողությամբ մեր նման։ Շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ ներկայության համար։ Շնորհակալ եմ, որ լսում, որ մասնակցում եք, որ մտածում եք։ Շնորհակալություն այն մարդկանց, ովքեր երբեք չեն թերագնահատում երիտասարդի կարողությունները։ Փոքր քաղաքը մեծ հոգով աշխարհ։ Փոքր քաղաքները ունեն մի առանձնահատկություն, որը աշխարհի ամենամեծ մայրաքաղաքներն անգամ չունեն։ Այստեղ մարդիկ իրար անունով են հիշում, իրար դեմքերով են ճանաչում, իրար պատմություններով են ապրում։ Երբ մի երիտասարդ քայլ է անում, նրա քայլը չի կորչում, չի ձուլվում ամբոխի մեջ, ինչպես մեծ քաղաքում։ Այստեղ ամեն մի քայլ տեսանելի է։ Յուրաքանչյուր նախաձեռնություն հնչում է բարձր, յուրաքանչյուր նոր մտածողություն դառնում է խոսակցության թեմա։ Ու հենց այդ պատճառով է, որ փոքր քաղաքում երիտասարդը կարող է դառնալ մեծ փոփոխության պատճառ։ Երիտասարդի ձայնը ինչպես բացվող դուռ։ Երիտասարդ լինելու մեջ չկա մի հսկայական ուժ։ Դու տեսնում ես այն, ինչը ուրիշները մոռացել են տեսնել։ Դու հավատում ես այն բաներին, որոնց մեծերը երբեմն հրաժարվում են փորձից ելնելով։ Դու զգում ես քաղաքը, լսում ես այն ձայները, որոնց վրա մյուսները ուշադրություն չեն դարձնում։ Եվ ով, եթե ոչ երիտասարդը, կարող է քաղաքի համար բացել նոր դուռ։ Մշակույթի, կրթության, տեխնոլոգիաների, համերաշխության կամ պարզապես մարդկային ջերմության դուռ։ Երիտասարդի ձայնը նման է առաջին արևին, երբ առավոտը դեռ չի բացվել, բայց երկինքն արդեն սկսել է լուսանալ։ Փոքր քաղաքի ամենահզոր առավելությունը՝ մարդկային միջավայրը։ Մեծ քաղաքում մարդիկ երբեմն այնքան շատ բան ունեն անելու, որ միմյանց արդեն չեն տեսնում, բայց այստեղ ամեն ինչ ուրիշ է։ Այստեղ ամեն մարդ կարող է մի ամբողջ քաղաքի չափ ազդեցություն ունենալ։ Երբ դու ինչ-որ բան ես նախաձեռնում, քաղաքը ընդհանրապես անտարբեր չի անցնում։ Մարդիկ գալիս են, օգնում են, մասնակցում են։ Այստեղ փոքր գաղափարը շատ արագ է դառնում մեծ նախաձեռնություն, որովհետև փոքր քաղաքում գաղափարները ոչ թե տարածվում են արագությամբ, այլ սրտերով։ Մարդիկ փոխանցում են ոչ պաշտոնական հայտարարություններով, այլ շփումով, խոսակցությամբ, աջակցությամբ։ Եվ այդ է փոքր քաղաքի ուժը։ Ինչ կարող է փոխել երիտասարդը իրական օրինակներով։ Երիտասարդը փոքր քաղաքում կարող է ստեղծել այն, ինչ մեծ քաղաքները չունեն։ Մոտիկություն, միասնականություն, իրական համագործակցություն։
Նա կարող է ստեղծել երիտասարդական ակումբ, աջակցել կրթական հանդիպումներ, կազմակերպել սպորտային միջոցառումներ, աջակցել տարեցներին, ստեղծել արվեստի փոքր անկյուն, առաջարկել համայնքային նոր շարժում, կազմակերպել բնապահպանական շաբաթ, ձևավորել միջավայր, որտեղ երեխաները կարող են սովորել նոր հմտություններ։ Երբ երիտասարդը միանում է ժողովրդին, քաղաքը շարժվում է։ Երբ երիտասարդը ասում է «արի հավաքվենք», մարդիկ գալիս են։ Երբ երիտասարդը ասում է «արի փոխենք», մարդիկ համաձայնվում են։ Երիտասարդը փոքր քաղաքում օդի պես անհրաժեշտ է, ինչպես լույսը պատուհանից, ինչպես ձյունը դեկտեմբերին։ Մեկ երիտասարդի ազդեցությունը ամբողջ քաղաքի վրա։ Երբ երիտասարդը ինչ-որ բան ստեղծում է, դա երբեք չի մնում միայն իր համար։ Փոքր քաղաքում դա դառնում է բոլորին տեսանելի։ Օրինակ, երիտասարդը որոշում է կազմակերպել միջոցառում։ Նա մեկին ասում է, հետո մյուսին, եւ վերջում ողջ քաղաքը մասնակցում է։ Այստեղ երիտասարդի ձայնը արագ է, ուժեղ է, ազդեցիկ է։ Պատկերացում մեկ երիտասարդ կարող է փոխել տասնյակ մարդկանց վերաբերմունքը։ Տասնյակ մարդիկ կարող են փոխել ամբողջ քաղաքի տրամադրությունը եւ այսպիսով մի փոքր քաղաք կարող է ունենալ մեծ ապագա։ Փոքր քաղաքի երիտասարդը կամուրջ անցյալի եւ ապագայի միջև։ Փոքր քաղաքները ունեն ամուր արմատներ։ Այստեղ մարդիկ հարգում են ավանդույթները, սովորույթները, պատմությունը, եւ դա շատ գեղեցիկ է։ Բայց ժամանակն առաջ է գնում, ինչ-որ բան պետք է նորանա, ինչ-որ բան պետք է արդիականացվի։ Երիտասարդը անանձնավորությունն է, ով չի քանդում ավանդույթները, այլ վերածնում է դրանք նոր արժեքների, նոր ներկայացմամբ, նոր ոճով։ Նա չի պայքարում քաղաքի պատմության դեմ։ Նա պարզապես փորձում է քաղաքի պատմությանը ավելացնել նոր էջեր։ Եվ հենց այդտեղ է երիտասարդի ամենամեծ առաքելությունը։ Նա պահում է անցյալը, բայց ստեղծում է ապագան։ Փոքր քաղաքը պիտի լսի իր երիտասարդին։ Շատ համայնքներում երբեմն ասում են, երիտասարդները դեռ փոքր են, թող մեծերը որոշեն, բայց իրականությունը այլ է։ Եթե երիտասարդը չխոսի, քաղաքը մնում է լուռ։ Եթե երիտասարդը չառաջարկի, քաղաքը մնում է անշարժ։ Եթե երիտասարդը չներգրավվի, համայնքը կորցնում է ապագան։ Երևույթները չեն շարժվում մեծ բառերով, երևույթները շարժվում են գաղափարով, համարձակությամբ, ցանկությամբ։ Երիտասարդը կարող է լինել այն փոփոխության շարժիչ ուժը, նա կարող է լինել այն առավոտը, որը քաղաքին վերադարձնում է լույսը։ Փոքր քաղաքը ինչպես ընտանիք։ Երբ ապրում ես փոքր քաղաքում, գիտես մի բան։ Մարդիկ մի քիչ ավելի շատ են հետաքրքրում իրար կյանքով, բայց միևնույն ժամանակ մի քիչ ավելի շատ են աջակցում։ Համայնքը այստեղ նման է մեծ ընտանիքի։ Երբ մեկը տխրում է, բոլորը զգում են։ Երբ մեկը հաջողում է, բոլորը ուրախանում են։ Երիտասարդի համար սա մեծ առավելություն է, որովհետև այստեղ սխալվելը չի դատապարտվում։ Այստեղ սխալվելուց հետո մարդիկ ասում են. ոչինչ, փորձիր նորից։ Երիտասարդին ուժ է տալիս այն գիտակցումը, որ նա միայնակ չէ, որ համայնքը տեսնում, գնահատում է եւ հիշում է նրա քայլերը։
Երիտասարդները չի կարող լինել զարգացման շարժիչ։ Կարող է եւ պարտավոր է։ Երբեմն մարդիկ հարցնում են. իսկ ինչ կարող է անել փոքր քաղաքի երիտասարդը, քանի որ քաղաքը մեծ չէ, բիզնեսները քիչ են, հնարավորությունները սահմանափակ են։ Բայց այս հարցը ոչ թե կարող է, այլ ինչ կարող է սկսել, որովհետև մեծ բաները միշտ սկսվում են փոքր քայլերով։ Երիտասարդը կարող է սկսել այն, ինչ դեռ գոյություն չունի։ Նա կարող է լինել առաջինը, ով առաջարկում է, առաջինը, ով խոսում է, առաջինը, ով սկսում է, առաջինը, ով կազմակերպում է։ Եվ այդ առաջինը դառնալը փոքր քաղաքում հեշտ չէ, բայց շատ կարևոր է, որովհետև հենց առաջին մարդիկ են փոխում պատմությունը։ Փոքր քաղաքը մեծ է, երբ նրա երիտասարդները մեծ են մտածում։ Քաղաքի չափը չի որոշում նրա հնարավորությունները, քաղաքի սիրտն է որոշում։ Իսկ քաղաքի սիրտը հենց նրա երիտասարդներն են։ Երիտասարդը պիտի կարողանա մտածել մեծ, նույնիսկ եթե ապրում է փոքր քաղաքում, քանի որ մեծ մտածողությունը կախված չէ փողոցների երկարությունից, խանութների քանակից կամ բնակչության թվից։ Մեծ մտածողությունը կախված է ձգտումից, պատրաստակամությունից, ստեղծագործությունից, համարձակությունից եւ հավատից։ Եվ այս արժեքներն են, որոնք փոքր քաղաքում երիտասարդները շատ իրական են կրում։ Ես ուզում եմ վերջում շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր հավատում են երիտասարդների ուժին։ Շնորհակալություն այն ծնողներին, ովքեր աջակցում են իրենց երեխաներին իրենց գաղափարների մեջ։ Շնորհակալություն այն ուսուցիչներին, ովքեր նրանց մեջ տեսնում են ապագա։ Շնորհակալություն այն մարդկանց, ովքեր համայնքում հասկանում են։ Երիտասարդը ոչ թե պարզապես մի տարիք է, այլ առաջ գնացող քաղաք։ Շնորհակալություն ամեն մի երիտասարդին, ով երբևէ մտածել է, ինչ որ բան պիտի անեմ։ Դա արդեն առաջին հաղթանակն է։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր չեն վախենում սկսելուց, որովհետև ամեն մեծ պատմություն սկսվում է հենց այդ պարզ նախադասությամբ։ Թող որ ես սկսեմ։ Եվ վերջում ուզում եմ ասել. փոքր քաղաքը սպասում է ձեզնից յուրաքանչյուրի ձայնին, ձեր գաղափարներին, ձեր շարժմանը, ձեր կտրվածքին, ձեր նոր բերելու ուժին։ Եթե ուզում եք, փոքր քաղաքը կարող է դառնալ մեծ, եւ այդ փոփոխության հեղինակը հենց դուք եք։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, սիրելի ունկնդիրներ, մինչև վերջ դիտելու համար մեր այսօրվա հետաքրքիր հաղորդումը։